Բարի լույս սիրելիներ։ Այսօրվա ընթերցումը Եսայի մարգարեության 48-րդ գլխից հետևյալ պատգամն է, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է։ Մոտեցեք ինձ և լսեք այս։ Հենց սկզբից ես ոչ գաղտնի խոսեցի և ոչ էլ ինչ-որ խավար տեղերում։ Երբ դրանք կատարվում էին, ես այնտեղ էի։ Եվ այժմ Տերն ինձ ուղարկեց, Տերը և նրա հոգին։ Այսպես է ասում Տերը, Իսրայելի Սուրբը, որ փրկեց քեզ։ Ես եմ քո Աստվածը, ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնալու ես։ Սիրելիներս, այսպես է ասում Տերը. Ես եմ Տեր Աստվածը քո, որ քեզ ճանապարհ ցույց տվի։ Մեզ հայ ժողովրդիս համար այդ ճանապարհը սահմանվեց 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչով։ Սահմանվեց որպես հաստատուն ճանապարհ, մինչև այդ էլ մենք ունեինք այդ ճանապարհը։ Տերն է մեր ճանապարհը դրել։ Այդ ճանապարհից մեզ ոչ մեկ չի կարող շեղել։ Որքան էլ քամիներ լինել, որքան էլ տարատեսակ կարծիքներ ու մտքեր լինել, որքան էլ փորձեն ինչ-որ ձևով ցույց տալ, որ շեղված է մեր ճանապարհը, այս գայթակղությունները մեզ չեն կարող հանգարց ու անգարց հանել այն բնական հունից, որ ունենք մենք, որ ունի հայ առաքելական եկեղեցին հազարամյակներ շարունակ։ Այսօր յուրաքանչյուր մեկս որպես հավատացյալներ պիտի հաստատուն մնանք այս ճանապարհի մեջ, չէ՞ որ Տերը ուղարկել է այս պատգամաբերին իր հոգով մեզ հետ խոսելու։ Ուրեմն Տիրոջ հոգին է մեզ ասում, որ ինքն է սահմանել մեր ճանապարհը։ Սիրելիներս, մենք յուրաքանչյուր մեկս մեզ թվում է, որ մենք ունենք մեր կյանքի ճանապարհը մեր որոշմամբ, սակայն այդպես չէ։ Աստված ինքն է մեզ տալիս կյանքի ճանապարհ, մեզ տալիս այն ուղին, որով մենք կարող ենք մոտենալ իրեն։ Եվ այս իմաստով նաև որպես հավաքական կերպար Աստված մեզ վաղուց, շատ վաղուց տվել է այդ ճանապարհը, որ է հայ առաքելական մայր եկեղեցին։ Ուրեմն այսօրվա խորհուրդը եւ անձնական ապրում ունի իր մեջ եւ նաեւ որպես հանրային հավաքական ապրում։ Անձնապես յուրաքանչյուր մեկս այդ ճանապարհն ենք անցնելու Տիրոջով սահմանված, որ նաեւ հավաքական կերպարով դրվել է մեր Տեր Հիսուս Քրիստոսով իդեմս հայ առաքելական մայր եկեղեցու։ Ուրեմն գնանք մեր հունով, գնանք այն ճանապարհով, որ Տերը սահմանեց, եւ այդ ճանապարհից երբեք չպիտի շեղվենք, քանի որ այն հասցնում է մեզ հավիտենության։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։